Աշխատանքային շաբաթվա վերջին օրով ու աշխատանքային պաշտոնական ժամից 1 ժամ էլ շուտ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատասխանել լրագրողների հարցերին։ Ու հենց այդ ժամանակ արդեն պետականացված հեծի խափանումները նկատվեցին նաև այստեղ։ Հոսանքազրկվեց շենքը ու ոչ մեկ անգամ։ Ռոմանը սովորել։ Հետո հերթը հասավ էմոցիոնալ ելույթներին։ Արցախը հայկական չհամարող երկրի ղեկավարը պարզվում է պատերազմից հետո 1 շաբաթ ոչ հաց է կերել, ոչ էլ ջուր է խմել, բայց հետո իր խոսքով հպարտացել է։ Հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Բացի սա Արցախի շարժումը թակարդ որակող երկրի ղեկավարը մեղադրում է իր ընդդիմախոսներին, թե նրանք երկիրն ուզում են նորից գցել թակարդի մեջ։ Հարցեր հնչեցին Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերությունների մասին։ Եթե Պուտինի հետ ընկեր է, ինչպես է, որ արտահանման խնդիր ունենք եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության կարգավիճակն են քննարկում։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա, այսինքն չկա ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գան։ Ընկերությունն ու գործը իրար չխառնող Փաշինյանը ասում է, թե 300,000 ադրբեջանցիներ չեն կարող գալ ու բնակվել Հայաստանում։ Հերքում է արևմտյան Ադրբեջան եզրույթը, մինչդեռ Նախիջևանի Օրդուբադում Մեղրիից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորությամբ Ադրբեջանը պետական մակարդակով նախապատրաստվում է վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան խորագրով 3-րդ փառատոն կոնգրեսին։ Անուղղակի խոստովանություն հնչեց այս ասուլիսի ընթացքում։ Խոսելով Տիգրանաշենի մասին Փաշինյանն ասաց. «Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել եւ սլաքներն ուղեց Արցվաշենի կողմ, բայց այդպես էլ ուղիղ չպատասխանեց։ Տիգրանաշենը կհանձնեն»։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված է որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարա եւ լինի։ Եվ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մինչև ադրբեջանցիները խոսում են վերադարձի մասին, Փաշինյանը Ադրբեջանի սրտով հայտարարություն է անում։ Ու եթե նախկինում խոսվում էր հատուկ կարգավիճակով Արցախ վերադարձի մասին, հիմա արդեն խոսույթը միանգամայն այլ է։ Արցախը համարում է ադրբեջանական ու համեմատում նրանց մյուս բնակավայրերի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու։ Վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայի չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատի չի լինելու եւ վերադարձի թեմա Եվլախ չի լինելու։ Վերադառնալով ներքաղաքական կյանքին ու եկեղեցու դեմ գործելավոճին, Փաշինյանն ասում է, որ իր համար վերջին շրջանի իրադարձությունները եղել են մեծ էմոցիոնալ շոկ, ինչից հետո սկսել է անգիր սովորել սաղմոսներ հոգևոր դատարկությունը լրացնելու համար, բայց չի նշել, թե այդ դատարկության ֆոնին է արդյոք սկսել եկեղեցու դեմ գործելը, բայց քննադատել է ամենայն հայոց կաթողիկոսին, նշելով, թե նրա կերպարը խոր հոգևոր տպավորություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր իր համոզմամբ երբեք չեն կարդացել ավետարանները։ Իսկ վեհափառին հեռացնելու իր ցանկությունը ներկայացրեց իբրև ժողովրդի կամք։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որ պետք է կատարածվի։ Հետո անդրադառնալով դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութին, որն ի դեպ առաջին անգամ շրջանառության մեջ դրել են հենց ԿՊԱ-կանները, Փաշինյանը նշել է, որ արդեն մոտավորապես պարզել են տեսանյութում երևացող անձանց շրջանակը, եւ ըստ Փաշինյանի նրանք 2024 թվականից ի վեր Հայաստանում չեն գտնվում։ 1 ժամ տևած սահմանափակ թվով լրատվամիջոցների հետ ասուլիսից հետո, որպես վարչապետ արձակուրդում գտնվող Փաշինյանն ուղևորվել է Երևանի տարբեր համայնքներ նախընտրական քարոզարշավի։